հայկական առաջին մուլտֆիլմը Շունն ու կատուն ստեղծվել է հեռավոր 1937 թվականին։ Սովետահայ մուլտֆիլմի անիմացիայի վերելքի շրջան է համարվում 1970-80-ական թվականները։ Ետանկախության շրջանում օբյեկտիվ պատճառներով անիմացիայի զարգացումը մի փոքր դանդաղեց, սակայն այն ժամանակ էլ նկարահանվում էին մուլտֆիլմեր եւ այսօր էլ ի ուրախություն բոլորիս մուլտֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր շարունակում են նկարահանվել։ Այսօր ինչ թեմաներով են անիմացիոն ֆիլմեր նկարահանվում եւ ինչ հնարավորություններ կան զարգացման համար։ Թեմայի տաղավարում այս հարցերի մասին խոսելու ենք անիմացիոն ռեժիսոր Նաիրա Մուրադյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Մուրադյան, ուրախ եմ ողջունել ձեզ համար հարազատ շողակաթ հեռուստաընկերության տաղավարում։ Միշտ ուրախ ենք ողջունել, այո, եւ նաեւ սկսենք շնորհավորանքից ձեր բալետ ֆիլմը վերջերս արժանացավ ազգային կինոյի Հայակ մրցանակին լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Ինչ ֆիլմ է բալետը, վերջին ֆիլմ է կարծես, ինչի մասին է։ Բալետը տարօրինակ ֆիլմ է, ինքը սկսվեց որպես ուրիշ պատմություն, այսինքն ես այդ մտադրությամբ եմ սկսել ֆիլմը որպես պատմություն հենց օպերայի շենքի մասին, այդպես էի ուզում, բայց դարձավ պատմություն մի ընտանիքի մասին, որը ընդհանրապես ներկայացում է նայում բալետային համարներով, ոչ թե օպերայի շենքում, այլ ծածկի տակ, այսինքն դա վրան է, օպերան հանվեց ընդհանրապես։ Ինքը 3 տարի է արվել այդ ֆիլմը, դրա համար տենց փոփոխություններ նույնիսկ սյուժետում եղավ, ու ծանր արվող ֆիլմ էր, բայց տարօրինակորեն ստացվեց այնպեսին, ինչպեսին ես չեմ ունեցել դեռ ֆիլմ, սյուժետային, ինչ-որ դիալոգներով, ես չունեմ այդպիսի ֆիլմ բացի բալետից։ Հաճախ է այդպես լինում, որ սկզբնական գաղափարը ամբողջությամբ փոխվում է, որովհետև ասում են օպերայի շենք, այսինքն բոլորովին այլ իմաստաբանություն, ինչ որ սիմվոլիկա էր ենթադրում, հետո փոխվեց եւ դարձավ ընտանիքի, մարդու, երեխայի մասին կարծես թե։ Չէ, հաճախ չի լինում, այս անգամ այդպես ստացվեց, որտեղ ասում եմ, երկար տևեց իր ծնունդը, երկարեց, դրա համար տենց փոփոխությունների առաջ կանգնեց ոնց որ ֆիլմը։ Իսկ շենքի փոփոխությունը ընդհանրապես նրանից էր, որ ինձ պետք էր ինքը փլվեր, ես եթե փլվեր, բոլորը մնալու էին տակում, զոհեր էինք տալու, եւ որոշեցի վրան անել, որ զոհերից զերծ մնամ։ Տարօրինակ ֆիլմ է մի քիչ, իսկապես տարօրինակ է։ Ես սյուժետային ինչու չեմ անում, որտեվ չեմ կարողանում միանգամից արձագանքել, ինչ որ ասենք այսօրվա անցուդարձին, պատմությանը, քաղաքականությանը ընդհանրապես չեմ անդրադառնում։ Իսկ դու այնքան անցողիկ բաներ են, որ պետք չի իրանց վրա ուշադրություն դարձնել, բայց մարդկային, օրինակ ընտանիքի հարցերը արդեն ավելի հուզող են, ավելի կարևոր են, ինձ թվում է, մեր հայկական ընտանիքը օրինակ։ Չնայած ես այդպիսի ընտանիքում չեմ մեծացել, բայց բալետում տենց ինչ-որ բռնապետական կարգեր են, այսինքն հայրը ոնց որ բռնապետ չի ըմբռնում կյանքը ինչը։ Ներկայացումով ոնց որ բացատրում են իրան, որ սա այսպես չի, ավելի հետաքրքիր է կյանքը, քան դու տեսնում ես։ Ձեր անիմացիոն ֆիլմերը ընկալվում են հեշտությամբ եւ արդյոք անսպասելի էր Հայակի այդ մրցանակը։ Անսպասելի էր ինձ համար։ Հատկապես այս անիմացիոն ֆիլմի համար, որովհետեւ կրկին կարծես թե բավական դժվար է։ Չնայած մնացած իմ ֆիլմերի հետ համեմատած ինքը ավելի հասկանալի է, բայց անսպասելի էր, ես շատ հուզվեցի, իսկապես շատ հուզվեցի, որովհետեւ սպասում այնտեղ կային լավ ֆիլմեր, որոնք կարող էին տանել, օրինակ Հայկ Իսահակյանց ֆիլմը շատ նոր, թարմ Հայաստանի համար 3D անիմացիա, որը ինձ թվում էր շահեկան է։ Ու շատ ուրախացա, որ իմը տարա, որովհետեւ ինքը մի քիչ ավելի կամերային, ասենց ինչ որ ֆիլմ է։ Իսկ գնահատում են հաճելի է։ Այդուհանդերձ տեխնիկան էր գնահատվել, թե թեման, որովհետեւ այս թեման, ի վերջո թեման, որովհետեւ այնտեղ տեխնիկան բան է, 2D անիմացիա է, որը շուտվանից է արվում, չնայած ես առաջինն եմ սկսել Հայաստանում համակարգչով պիրիկլատ կանել, բայց նորություն չէր։ Իմ բոլոր ֆիլմերը այդ տեխնիկայով արված։ Չէ, ինձ թվում է թեման ու չգիտեմ, հիրաշտությունը Տերտերյանի ի վերջո, որտեվ
Իսկապես շատերին է դա տանում, ասում են, ես որտեղից էս հնչյունները, ասում եմ, դե սիմֆոնիաներն է Տերտերյանի, չգիտեն։ Չնայած շատ մեր կինոյում շատ է օգտագործվել։ Ուղղակի ինքը այնքան օրգանական մտնում է ֆիլմի մեջ, որ իրան առանձին չեն ընկալում։ Ինքը դառնում է ֆիլմի մաս։ Տերտերյանի մեծությունը հենց դրանում է, որ ինքը չի իր վրա քաշում կարծես վերմակը։ Ինքը դառնում է sense ընդհանուր պատկերի մի կտորը։ Իսկ երաժշտություն աշխատանքի սկզբի համար կարևոր պայման է, այսինքն կադրերը, նկարները շարունակում են երաժշտության վրա։ Ինձ համար հնչյունն է կարևորը։ Կամ մարդու ձայնը պետքա լինի, որ քեզ հուզում է ինչ-որ պատկեր տեսնել, կամ երաժշտությունը, կամ աղմուկները ինչ-որ։ Դրանք են ծնում պատկեր ինձ համար։ Պատմությունը շատ երկրորդական դեր ունի, եթե ես եմ պատկերացնում իրան, այդքան չի հուզում, ինչքան հնչյունը։ Միշտ տենց է եղել, հնչյունից է ծնվել ֆիլմ։ Երբ երեխաների համար էլ է այդպես, չէ՞, ու տեքստը գուցե երկրորդական նշանակություն ունի, պատկերներն են, պատկերների տարբեր զուգահեռները, կապերը։ Հա, իհարկե։ Երեխաների համար հնչյուններով են աշխարհը հիշում ու հոտերով։ Առաջի հետ բացի այն տեսողականը, որ ամենաուժեղն է, իհարկե, բայց եթե մանկություն ես հիշում, հոտով ու հնչյունով ես հիշում։ Ինձ մոտ տենց է։ Ձեր ֆիլմերը երեխաների համար հետաքրքիր են, հասկանալի են։ Իմ երեխաների համար, հա, իմ թոռան համար, հա, իսկապես։ Օրինակ, թոռս 5 տարեկան է, ինքը 3 էր որ ես բալետը սկսեցի, 2.5։ Ու ամեն գալուց ինձ մոտ ասում է բալետը կդնես, ես շատ եմ ուրախանում, որտեվ իր համար չի արած, հաստատ մեծերի համար է այդ ֆիլմը, բայց իրան հետաքրքիր է։ Ու ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ։ Ոչ մի մութ բան չի մնում։ Լավը չի, չէ՞, սմարթ։ Դե հիմա լավը չի, հետո կարող է լավանա։ Հա, ժպտաց, ուրեմն լավացավ։ Այդ բոլորը հասնում է տեղ, այդ իմ ոնց որ գովեստը չի, ուղղակի եթե դու հատուկ չես անում կամ մեծի կամ փոքրի համար ֆիլմ, այլ անում ես այն ինչ որ զգում ես, ինչ որ քեզ հուզում է, պետքա որ հուզի համ փոքրին, համ մեծին, որտեվ քո մեջ ամեն կա համեն։ Իսկ գուցե երեխաները թորնիկը տեսնում են իրենց այդտեղ կերպարների նախատիպեր որպես կա այդպեսի բան։ Չէ, այնտեղ տղա է, իմ թոռը աղջիկա, դժվար ինքը իրան նույնացնի այդ երեխայի հետ, չէ։ Իր համար այդ մեծ մարդ է։ Այդ երեխան ինքը որպես երեխա չի ընկալում։ J'ai papa եկա։ Ժամանակակից երեխաներին ինչ անիմացիոն ֆիլմեր կարող են հետաքրքրել կամ մուլտֆիլմեր, չգիտեմ, ինչ թեմաներով, ասում են, որ սերունդները փոխվում են, հետաքրքրությունները փոխվում են, այսօր դժվար է երեխաներին զարմացնել ինչ-որ բաներով, որովհետև կան անիմացիոն խաղեր օրինակ։ Հա, ավելի դժվարացել է, բայց այն ֆիլմերը, որ ինձ են հուզել երեխա ժամանակ, դա Դիսնեյի լավագույն ֆիլմերը, սովետական լավագույն ֆիլմերը, նույն հաջողությամբ հուզել են թե իմ երեխաներին, թե իմ թոռանը։ Սովետական շրջանը վերջի շրջանում էլ նենց ֆիլմեր են ստեղծվել, որոնց կերպարները կենթանի են ու կմնան, աշխարհի մակարդակով կմնան։ Դա Վինի Պուխն է, որը ճիշտ ամերիկացիների համար շատ խորթ է իրանց ֆիլմեր, որ համեմատում են, բայց հասկանում են, որ սա էլ է մեծություն։ Այսպես էլ կարելի է տեսնել այդ կերպարը։ Անիմացիոն ֆիլմերի ազդեցությունը մրցակցելի է կամ չափելի է, ասենք գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի ազդեցության հետ երեխաների վրա, մարդկանց վրա անիմացիոն ֆիլմերը իսկապես կարող են այդպիսի ազդեցություն ունենալ։ Ինքը ավելի սև ժամանակում է, ինքը ավելի խտացրած է, ինքը այն ժամանակը, որ դու ընկալում ես մեծ կինոյում, 4 անգամ ավելի խիտ անիմացիոն ֆիլմում է։ Րոպեն շատ ավելի երկար է անիմացիոն։ Դու աշխատելուց ես դա զգում։
Ասենք ասում ես մի րոպե քեզ թվում է դա ի՞նչ է, չէ՞, կինոյի համար դա էական բան չի, բայց անիմացիայի համար դա մի ամբողջ ֆիլմ է։ Դու կարող ես տեղավորել իր մեջ։ Չգիտեմ, ինձ համար անիմացիան ես ինքս շատ չեմ դիտում, եթե իհարկե հատուկ չգիտեմ ում ֆիլմն է, հենց շարքային անիմացիա շատ չեմ դիտում, որտեղ հետաքրքիր չի։ Բայց ինձ վրա շատ է ազդում։ Լավագույն ֆիլմերը ինձ վրա ահավոր ազդեցություն են թողում, իհարկե մեծ կինոն էլ։ Կարևոր չի, ախր, կինոյա թե անիմացիա, եթե հրաշալի ֆիլմ է, եթե հեղինակին դու ընկալում ես որպես քո ինչ-որ քեզ հարազատ մտածող մարդ, վերջ, դու նայում ես ընկալված ու ազդեցության տակ ես ընկնում անպայման։ Այսօր աշխարհում ինչ անիմացիոն ֆիլմեր են ստեղծվում, ինչ ուղղությամբ են ընդհանրապես զարգանում։ Թեմաներն են այստեղ կարևոր, արդեն գնում են հետին պլան, իմիջիայլոց։ Աշխարհում հասկացան, որ կարճ մետր անիմացիան մեռնում է, ու դրա համար ինչ որ արվում են ճիքեր են գործադրվում, այսպես ասած, որպեսզի չմեռնի այդ ժանրը, որտեղ սերիալները շուկան գրավում են, հեշտ է ավելի սերիալով, օրինակ հեռուստատեսությանը, չէ՞, շահագրգռել, գնել։ Իսկ կարճ մետրը հետաքրքիր չի հեռուստատեսության համար, որտեղ կորչել ուղակի ընդհանրապես չի լցնում ու մենակ գեղագիտական հաճույքի համար կարող է, եթե ինչ-որ ծել է մարդ կա, որ հասկանում է դրանից կվերցնի։ Ու հիմա օրինակ Ամերիկայում ֆինանսավորվում են այդպիսի ֆիլմեր, որտեղ 10 տարվա ընթացքում իրանք մեռան։ Ժանրը մահանում է։ Այնտեղ գոնե գնահատում են, ստեղ էլ գոնե մենք մեր կինոկենտրոնը կարճ մետր ենք անում։ Շատ տարբեր ժանրեր կան։ Ես հիմա չեմ կարող նույնիսկ սկսել թվել, որտեվ անսահման շատ են ժանրերը։ 3D-ից սկսած, որը արդեն 5D էլ կա, մինչև ձեռքով արված, ասենք, աղով կամ ավազով, որը շատ ավելի ուսանողներին շահագրգռելու համար են այդ անիմացիաները, այն որ ձեռքով իրանք զգում են, որ կարող են աշխարհ ստեղծել։ Դա չտեսնված վարակիչ զգացողություն է, որ իսկապես ուսանողներին քթից բռնելու, մտցնելու այդ մասնագիտության մեջ միջոց է։ Շատ տարբեր են։ Մեզ մոտ ուսանողներ կան, շահագրգռված են, երիտասարդները գնալ եւ զբաղվել այս դժվար գործով եւ կարծես թե ոչ այդքան մեծ պահանջարկ ունեցող։ Ինքը այնքան հետաքրքիր աշխատանք է, եթե աշխատանք էլ չի, արարում է, որ եթե դու դրա համոզվում ես, դու դրանից չես հրաժարվում։ Եթե քեզ մոտ ինչ-որ բան ստացվեց, նույնիսկ փոքր, որը դու ես նկատում, ասենք, ինչ-որ առաջընթաց, դա քեզ վարակում է այնքան, որ դու հիվանդանում ես դրանով, ու էլ չես դրանից։ Ուրիշ բան չկա դրանից ավելի հետաքրքիր աշխարհի մեջ։ Աշխարհ է ստեղծում։ Երբ որ ամեն անգամ նորովի ստեղծել, չգիտեմ, պլաստիլինով, նկարելով։ Այնքան է հետաքրքիր, որ դու նույնիսկ չես էլ ուզում իմանաս վերջում ինչ է լինելու, որ քեզ էլ հետաքրքիր լինի։ Իմ ֆիլմերը տենց են առաջ գնում։ Եթե ես իմանամ ֆինալում ամբողջ մանրամասները, բոլոր մանրամասները ինչ է լինելու, ես հետաքրքրություն չեմ ունենալու անել, որտեվ արվում է այն, ինչ որ քեզ ոնց որ այդ պահին ասվում է։ Դա իսկապես տենց է։ Բարձր բառեր չեն դրանք, ու որ դրա մասին խոսում են ուրիշները, ես հասկանում եմ ինչի մասին են խոսում։ Յուրաքանչյուր նոր պատկեր ինքը իր հետ մեկ այլ պատկեր է բերում եւ այլն, լավ բանաստեղծության պես, բառը ծնում է բառ։ Չտեսնված բան է այդ արարումը։ Ինչ է պետք դրա համար, լավ նկարել իմանալ, լավ երևակայություն ունենալ, զարգացած լինել։ Մեր երիտասարդները այսօր կարող են դա ապահովել, այսինքն միաժամանակ եւ տեխնիկա սովորել եւ նաեւ գրքեր կարդացած լինեն, ֆիլմեր դիտած լինեն, որպեսզի այդ պատկերները ծնվեն կամ գուցե այդ սաղ մանուկ մնացած լինեն, չգիտեմ։ Այդ մանկության աշխարհի շատ հեռու չլինեն։ Ամեն ինչին նորովին նայելը, ասենք դու արթնանում ես ամեն օր նույն սենյակում, չէ՞։ Ոչինչ չի փոխում շուրջդ, բայց քեզ ամեն օր հետաքրքիր է, չէ՞, արթնանալը։ Դու չես ասում, լավ, այսօր նույն բանն է, էլ չնայեմ։ Մեկը քեզ հետաքրքիր է։ Եթե դու տեսնում ես այդ օրվա, ասենք, լույսը ոնց ընկավ այս պատին, ինչքան գնաց, եթե դու նկատում ես, ոնց անդրադարձավ հայլու մեջ, կատուտ ոնց շարժվեց, այդ սաղ նկատելով դու ռեժիսոր ես։ Եթե ուզում ես դրա մասին պատմել։
կրթված լինելը կարևոր է հենց այդ ընկալման համար, ասենք եթե դու այդ մասին չես կարդացել, քեզ թվում է դու առաջինն ես դա նկատում, բայց որ կարծում ես, գիտես որ կան մարդիկ, որ այդ արդեն անցել են, էսենց ֆիլմ են արել, նենց ֆիլմ են արել, կարևոր է կրթված լինել, բայց առաջինը այդ նկատելու հատկություն ունեցող մարդն է կարողանում ինչ-որ բան պատմել հետո, իր մեջով անցկացնել, ոնց որ իր տեսածը պատմել, որտեղ ամեն մեկը յուրովի է ընկալում աշխարհը, համոզված եմ։ Նույնիսկ նույն խցիկով լուսանկարչական տարբեր մարդիկ որ նկարում են նույն տեղից տարբեր ֆոտոներ է ստացվում։ Եվ ֆինանսական մեծ միջոցներ էլ կարծես թե պետք չեն, եթե ասենք գեղարվեստական լիամետրաժ խաղարկային ֆիլմ նկարելը, կամերա ունես, դու կարող ես տանը նստած քո ֆիլմը անել։ Համակարգչի այս թվային տեխնոլոգիաների կիրառումը օգտագործումը խանգարեց անիմացիայի զարգացմանը, թե օգնեց, փոխվեց ինչ-որ բան, նկարչի, ռեժիսորի հայացքը։ Ինձ համար հենց այդ դարձավ առիթ, որ ես կարողանամ ֆիլմ անել, որտեղ մինչև այդ միշտ ուզեցել եմ ֆիլմ անել, բայց միշտ ինչ-որ կամ ֆինանս չի եղել, կամ ժամանակները փոխվեցին, ընդհանրապես ֆինանս չկար։ Այն մոմիտրոլը որ պետք է գնար արդեն արտադրություն Սովետը վերջացավ։ Բայց կան մարդիկ, օրինակ Նորշտեյնը, Յուրի Բարիսովիչը չի ընդունում, նա նույնիսկ ֆիլմերը աշխատում է չնայել համակարգչով արած։ Նոր սկսել է ուստի հասկանալ, ընկալել այդ ֆիլմերը։ Բայց process-ը արագանում է ամեն դեպքում։ Դա գործիք է։ Եթե դու իրան տիրապետում ես, կապ չունի ինչով ես անում։ Եթե համակարգիչը քեզ համար մութ արկղ է, իհարկե ինքը քեզ ընկալելի չի, բայց եթե դու արդեն ունես պլանշետ, որի վրա նկարում ես այնպես ինչպես թղթի վրա ես նկարում։ Իմ համար տարբերություն չկա, ինչով եմ նկարում։ Եթե նկարում ես, արդեն վերջ։ Հայկական անիմացիայի համար եւ ընդհանրապես անիմացիոն արվեստի համար կարեւոր է սոցիալ-քաղաքական թեման։ Քաղաքական թեման այսօր տեղ ունի մեր անիմացիայում։ Այդ թեմաներով միշտ Ռոբերտ Տեսահակյանց անում միշտ ֆիլմեր ու շատ արագ արձագանքող մարդ էր ինքը։ Պլակատ ֆիլմեր անելու ձիրք ուներ, բաց այն որ հեքիաթներն էլ էր տենց ընկալում, չէ՞, իր մոտ հեքիաթներն էլ էին դառնում, սենց ինչ որ համ սոցիալական, համ անեկդոտային, համ Թումանյանը ինքը լրիվ ուրիշ ձև ընկալեց։ Այն ինչ որ մեզ ծանոթ էր, ինքը սենց փոխեց սոցիալական բանով տեսա։ Եվ կոնկրետ ժամանակների հետ կապով միանգամից նորացվեց։ Հենց այդ օրվա բանը կարող էր մտնել, դետալը կարող էր մտնել ֆիլմի մեջ։ Հիմա այդքան չունենք այդ բանով, այդ ուղղությամբ գնացող ոնց որ ռեժիսորներ, բայց ինձ թվում է կլինեն, որտեղ հայերը սիրում են այդ քաղաքականությունը մտցնել ամենուր։ Ձեզ համար դժվար է անմիջապես արձագանքել, թե ուղղակի ցանկություն էլ չկա։ Չէ, ես չեմ տենց արագ չեմ ընկալում։ Ես հուզվում եմ, հասկանում եմ, որն է ճիշտ, որն է սխալ, բայց իրանից ստեղծել ինչ որ ֆիլմ կամ ինքը դառնա ինչ որ իմ մեջով անցած ինչ որ պատմություն, բան ես չեմ կարողանում։ Պետք է ժամանակ անցնի, ժամանակ պետք է անցնի, հետո վստահ եմ ես իմ զգացածին։ Հա, կարող է այդ օրը տենց խոսեմ, ասենք, սրան դեմ խոսեմ, սրան սիրեմ, սրան չսիրեմ, բայց դա սարքել փաստաթուղթ ու դնել, որ ասենք տարիներ հետո նայվի ու ասեն, հա, էլի ճիշտ էր ասում, ես ռիսկ չեմ անի, որտեղ չեմ վստահում իմ ընկալմանը։ Իսկ նա ժամանակ է պետք։ Իջեք երազներ, իջեք զգուշ երազներ, շոյող, անուշ երազներ, իջեք քնքուշ երազներ։ Ձարիկ կանաչ, թարմ հյուսեր, հախտի գարգաչ ու հույսեր, դող ու անցուկ ու գարոտ, զազուգարցունք վրանոտ, խելքի, մտքի հագասում, միշտ նոր գյանքի սպասում իջեք երազներ, իջեք զգուշ երազներ, շոյող, անուշ երազներ։ Մինչ օրս տարիներ անց շարունակում է դիտվել ձեր հիանալի ֆիլմաշարը պոետների բանաստեղծությունների նվիրված, որ իրականացվել է Շողակաթ հեռուստատեսությունում եւ այսօր էլ Շողակաթ հեռուստաընկերություն երբ ասում են, շատ շատերը հենց հիշում եւ պատկերացնում են այդ մուլտֆիլմերը, այսպես անիմացիոն ֆիլմերը կամ շարքը, ինչպես ծնվեց եւ ընդհանրապես շարունակություն կունենա, որովհետեւ մարդիկ սպասում են։
Չգիտեմ կունենա թե չէ, բայց ծնվեց շատ հետաքրքիր, որտեվ ես եկա շողակացում առաջարկեցի պոեզիայի, ասենք, մեծերի ձայները ռադիոյից վերցնել, որտեվ հիշում եմ անկուց թե բանը Ներսիսյանի ընթերցումը Դուրյանի ու բանի Փափազյանի ընթերցումը Լևոն Շանթի։ Իչեք։ Հա, այդ կախարդական ինչ-որ ձայներ էին, որ հիշում էի, ռադիոյում որ վերցրեցի, տվեցին ազգային ռադիոյում, այդ իչեք առաջի ֆիլմը եղավ։ Ես փոքրիկ sense մի հատ ռասկադրովկա արեցի, կադրավորեցի, ասենք, այդ պատկերները, լրիվ ուրիշ բան իհարկե ստացվեց ինչ որ վերջում։ Ու մենք ես ու Նորայրը անիմատոր, որը չէր նկարում, բայց տեխնիկային ոնց որ տիրապետում։ Ես համակարգիչ միացնել անգամ չգիտեի այդ ժամանակ։ Ու ամբողջովին իրան էի վստահում։ Ճիշտ է, ամեն քայլը ասում է ինչը ոնց արվի։ Անում ենք այսպես, ուրեմն բերում էի գրքեր, արվեստի ալբոմներ, այնտեղից կտրում էի այն ինչ որ այնքան չէի հասկանում, որ համակարգչով կարելի է իրան առանձնացնել սկանանելուց հետո, որ բանով մկրատով կտրում էի։ Եթե տիրապետեի, այդքան գիրք չէի փչացնում։ Ամսագիր։ Հետո դրանք սկանն էինք անում, սարքում էինք կերպարներ, Photoshop-ում, հետո նոր անիմացիան արվում էր Նորայրներ անում, ես ասում եի, ասենք, այսքան մի քիչ էս կողմ գնա, այն կողմ գնա եւ այլն։ Շատ հետաքրքիր շարքեր ինձ համար։ Նորություններ։ Եվ շարունակություն կունենա։ Դա սպառվել է այդ լեզուն ինձ համար։ Չեմ կարողանում ինձ ստիպել անել այն, ինչ որ արդեն դու ոնց որ ամբողջովին գիտես։ Հետաքրքիր չի։ Էմալե պրոֆիլը ձեր Ես այսօր կուզեմ երգել որպես մի անհայտ դլիլ Արդյոք որ վարպետը մեծ օրինել է դեմքը ձեր Արդյոք որ ոգին տվեց Արդյոք որ ոգին տվեց ձեր դեմքին լուսեկցեր Կուզեի երգեր կապել Եվ կովել երկողնցիր Էմալե Ձեր հակինից չքեր Նյութը կարող է ոգևորիչ լինել եւ նոր տեխնիկա ծնել նույնիսկ նոր մոտեցում, այսինքն մի նոր բանաստեղծություն ընթերցեք ժամանակակից գրականություն։ Բանաստեղծներից մեր ժամանակակից ով է արժանի դառնալ։ Արժանի չեմ կարող ասել արժանի, բայց ես շատ սիրելի բանաստեղծներ ունեմ, որոնց ստեղծագործությունները կուզենայի տեսնել։ Օրինակ Հենրիկ Էդոյանի, չգիտեմ, Հակոբ Մովսեսի, գուցե Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները։ Իմ տպավորությունները իհարկե ընթերցողի տպավորություններ են միայն, ոչ ռեժիսորի։ Ես չգիտեմ ինչպես պատկեր կդառնան դրանք թե ոչ։ Պասկևիչյանը մի հատ սևով սևի վրա, կարծեմ տենց էր կոչվում։ Այդ ուզում էի անել, նույնիսկ պատկերները ընտրեցի, որոնք պետքա լինեին, բայց հետո չգիտեմ ինչի տենց էլ չստացվեց։ Բայց եթե անեմ կանեմ Տիգրան Պասկևիչյանի այդ բանաստեղծությունը։ Սպասենք։ Շատ դժվար է ընտրել, որտեվ ինքը կարող է հրաշալի գործ լինի։ Օրինակ ռուս պոեզիան հրաշալի է, բայց ինքը ինքնաբավ է, ինքը պատկեր էլ նույնն է, ինչ որ գրած է, իր ստեղծած պատկերը։ Ինքը նորը, ոնց որ երրորդ շերտ չի ստեղծում, ինքը շատ կոնկրետ է գրած։ Մերոնց մոտ ուրիշ բան է, շերտ է ստեղծում։ Արեկացիից սկսած, բոլորը շերտեր են ստեղծում, իրանցի չէ։ Տարօրինակ տենց հատկություն ունի հայ պոեզիան։ Հուսամ շարունակություն կունենա, ես խոստանում եմ անպայման ընտրել բանաստեղծություններ եւ փոխանցել ձեզ, որպեսզի գուցե
այդպիսի տպավորություններ ծնվեն եւ եթե ստացվի ֆիլմեր ծնվեն 2009 թվականից Երևանում հասկացում եմ ռեանիմանիա անիմացիոն փառատոնը եւ բավական լավ արձագանքներ կան անցյալ տարի փառատոնի շրջանակում ձեր Հոբելյանը նշվեց արդյոք փառատոնը իսկապես նպաստում է մեր անիմացիայի զարգացմանը եւ ինչով է նպաստում անպայման նպաստում է որտեղ բերվում են ֆիլմեր որոնք ընտրված են հենց մասնագետների աչքով ու լավ ֆիլմեր են շատ բերվել մինչ օրս ես չեմ միշտ նայել եմ համարյա այդ ծրագրերը վատ ֆիլմ չի եղել ընտրվածների մեջ նույնիսկ ուղարկածների մեջ վատ ֆիլմ չի եղել չէ փառատոնը շատ կարևոր է հենց այն վալանտյորները որ աշխատում են այդ երեխեքը այդ մթնոլորտը այդ օֆիսում ռեանիմանիայի շատ հաճելի ինձ այսինքն միայն մասնագետների համար չէ եւ հանդիսատեսն էլ գալիս է հանդիսատեսը գալիս է առաջի տարին էր երևի որ ինձ չգիտեին բան բայց հետո սկսեցին գալ հիմա ինքը պրեստիժնի ոնց որ ճիշտ է գումարներ համարյա չունի այդ փառատոնը որ ավելի ասենք տանեն Դիլիջան տանեն Ծաղկաձոր այդ հյուրերին որտեղ հրաշալի մարդիկ են գալիս համաշխարհային անուն ունեցող ռեժիսորներ են գալիս ու Հայաստանը այնտեղն է որ անտարբեր չեն գնում ինչքան էլ գումարը քիչ լինի ռեանիմանիայի միևնույն է այդ մարդիկ տեսնող մարդիկ են իրանք զգում են որ այս այն տարածքն է որտեղ արվեստ կարող է ծնվել զարգանալ որտեղ ամեն տեղ չի որ ծնվում արվեստ այո իսկ Հայաստանի մասին ինչ որ ֆիլմեր ստեղծում են այդպես կամ տպավորություններից հայաստանյան ասենք կարող է մարդը նուռ նկարել կամ ինչ որ մի բան չգիտեմ սիմվոլներ եւ այլն չեմ հետևել հետո բայց շատ հնարավոր է պոեզիան հաստատ կազդի երաժշտությունը կօգտվեն իզուր չի որ շատ ֆիլմերում հայկականն է հնչում ինչ նոր ծրագրեր կան եւ ինչի վրա եք աշխատում հիմա եւ արդյոք բալետից հետո հեշտ է անցնել այլ թեմայի այս թեման որ հիմա Դանթեն է որը սկսել եմ 2000 թվականին ու 3 րոպե արված է արդեն շատ տրադիցիոն անիմացիա, ձեռքով արված թղթի վրա մուլտիպլիկատ, որը հետո ֆազովկա է արվել, հետո թղթի վրա մատիտներով գունավոր ներկվել է, շատ ունիկալ տեխնիկա է, որը առաջարկեց իմ ընկերուհին, որ միշտ իմ ընկերն է եղել, Սոֆյան Հովհաննիսյան, որի գումարներով հենց արվում էր այս ֆիլմը այն դժվարագույն տարիներից մեկում 2000 թվականին, որ նոր մի քիչ դժվար էր վիճակը արել ենք մի քանի հոգով այդ 3 րոպեն շատ հետաքրքիր բան է ստացվել որ մինչև հիմա հետաքրքիր է ու 10 տարի 13 տարի է անցել ինքը դեռ ոնց որ ինձ էլ է հուզում տեսնողներին էլ ճիշտ է կինոկենտրոնը տվել է ընդամենը ասենք սկզբնական ինչ որ գումար որը ոչինչ նոր չես կարող անել, ուղղակի դա իմի ենք բերում այն ինչ որ արված էր այն ժամանակ, բայց հույս ունեմ գումարներ կգտնվի, դե պրոյեկտը իսկապես իր մեջ կարող է ունենալ հենց այդ սոցիալական հարցերը, որտեղ դժոխք ենք մտնում ի վերջո, բայց հումորով իհարկե ոչ մի տես ծանրացած լուծում չի ունենա ֆիլմը, ու կաշխատենք նենց անել, որ բալետին չզիջի, բայց նորը լինի իհարկե։ Ու այստեղ արդեն մարդիկ են պետք, ես մենակ չեմ անի, միշտ մենակ եմ աշխատել։ Իսկ Դանթեի վրա պետք են թե նկարիչներ մի քանի հոգի, թե անիմատորներ, լիքը մարդ։ Շնորհակալություն ձերիցի համար, հաջողություններ եմ մաղթում։ Երևի գումարներ կգտնվեն եւ հուսով եմ կգտնվեն եւ շարունակություն կլինի, նաեւ կարծում եմ շողակատն է սիրով, եթե այդ պոեզիայի շարքը շարունակվի, նորից կցուցադրի։ Շողակատը որ մենք սպասում ենք այդ շարքին։ Եթե ծնվի, կծնվի անպայման։ Ձեր արվեստի շատ երկրպագուներն էլ սպասում են եւ նաեւ ես էլ սպասում եմ։ Շնորհակալություն։ Դեզ Անիմացիոն ռեժիսոր մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանի հետ խոսում ենք այն մասին, թե ինչպես են անիմացիոն ֆիլմերը կամ մուլտֆիլմերը, պարզեցինք, որ դա միևնույն բանն է, ֆիլմերը ինչպես են ծնվում եւ հուսով ենք ֆիլմերը կշարունակեն ծնվել, ռեժիսորներ կլինեն եւ Նաիրան նույնպես կշարունակի ստեղծագործել եւ մեզ ուրախացնել նոր ֆիլմերով։ Ցտեսություն։